Շարունակվում է առավոտ լուսանսիելի հեռուստադիտողներ եւ ինչպես խոստացել էինք պատմելու ենք այս օրերին այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում նաեւ մեզ մոտ Հայաստանում, իսկ մեզ մոտ բավականին կարեւոր եւ լուրջ մշակութային իրադարձություններ են տեղի ունենում։ Սույն թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը Մատենադարանում տեղի կունենա հիշողության կերպարանքներ 14-րդ միջազգային ամենամյա գիտագործական սեմինարը։ Այս սեմինարը բավականին կարևոր մանրամասներ ունի։ Այո, եւ առաջարկում ենք իհարկե այս թեման քննարկել արդեն մեր հյուրերի հետ, որոնք տաղավարում են մեզ հուզող բոլոր հարցերը ուղղել նրանց, իսկ ես էլ շտապեմ ներկայացնել մեր հյուրերին եւ այսպես Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետ Արևիկ Գրիգորյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ գրքի եւ թղթի վերականգնման անկախ մասնագետ ԱՄՆ-ից Յասմին Խան։ Good morning, բարի լույս։ Բարի լույս։ Եվ շատ լավ ստացվեց իդեմ, այո, բարի գալուս մեր տաղավար, ինչպես եք սկսել առավոտն այսօր։ Շատ լավ, գործնական։ Ահա, եւ պատրաստ։ Հրաշալի։ Կարծում եմ առաջինը պիտի իհարկե խոսենք սեմինարի մասին, որը առաջին անգամ չէ, որ անցկացվում է, հետաքրքիր է առհասարակ պատմությունը, երբ է որոշվել, որ պիտի նմանատիպ սեմինար անցկացվի Մատենադարանում։ Պատմությունը արդեն բավականին զգալի է, մենք արդեն 14-րդ սեմինարն ենք անցկացնում։ 2011 թվականին սկսվեց մեր սեմինարի գործունեությունը եւ այս տարիների ընթացքում տարեցտարի աճում է եւ աշխարհագրորեն մասնագետների իմաստով եւ թեմաներով։ Եվ մենք տենց հպարտորեն գնում ենք առաջ։ Այս տարի 18 երկրներից 25 միջազգային մասնագետ ունենք եւ իհարկե մեր Հայաստանի մշակութային հաստատություններից էլ ունենք բազմաթիվ մասնագետներ, ովքեր մասնակցում են մեր սեմինարին։ Նշեցիք, որ թե հետաքրքրվածությունը սեմինարի նկատմամբ եւ թե թեմաներն են ընդլայնում գնալով, ինչու է պայմանավորված թեմաների ընդլայնումը, արդյոք նաեւ նորագույն տեխնոլոգիաները իրենց դերն ունեն այս հարցում։ Կարելի ասել ինչ-որ իմաստով, մենք վերջին տարիների ընթացքում Մատենադարանի վերականգնման բաժինն էլ իր գործունեությունն է ընդլայնել, քանի որ մենք հիմնել ենք կենսաքիմիական լաբորատորիա, որտեղ անցկացնում ենք պատմական առարկաների կենսաքիմիական անալիզներ եւ դրանով համապատասխան նաեւ այդ թևն է ակտիվացել, այսպես ասած։ Նաեւ մենք այս տարի մայիսին հիմնել ենք թղթի արտադրության արտադրամաս, ձեռքով պատրաստվող, որը հենց վերականգնողական թուղթ է, համարժեք է, կարելի ասել, ճապոնական վերականգնողական թղթին, որը միջազգային ստանդարտ է վերականգնման ոլորտում, եւ մենք արդեն ունենք մի քանի գրքեր, որոնք վերականգնել ենք հենց հայկական, Հայաստանում արտադրված վերականգնողական թղթով, այո, որի հումքը իդեպ ասեմ, որ մեր բնաշխարհում աճող ծառերից է վերցված։ Տեղական արտադրությունը ամբողջ իմաստով։ Համ մասնագետները, համ թուղթը եւ արտադրամասը։ Իհարկե այս հազարամյա երբեմն պատմություն ունեցող ձեռագրերի գրքերի վերականգնման աշխատանքը շատ կարևոր աշխատանք է, բայց միևնույն ժամանակ վստահաբար շատ հետաքրքիր աշխատանք է եւ երբ մենք Մանեի հետ նաեւ միջեթերը խոսում ենք այս թեմայի մասին, որը պիտի քննարկենք, առաջինը հենց այդ հարցները կարծես թե ամենաայսպես հետաքրքիրը, թե ինչպես ստացվեց, որ դուք ընտրեցիք առհասարակ այդ մասնագիտությունը եւ շատ հետաքրքիր է նաեւ նույն հարցը ուղղել մեր հյուրին, որը իդեպ մինչ վերջերս բավականին երկար տարիներ նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանում է աշխատել եւ ղեկավարել այդ բաժինը։ Անձամբ ես եւ շատերը մեր Մատենադարանի վերականգնման բաժնից արվեստի ոլորտից են եւ ամեն մեկը իր ձևով լսել են Մատենադարանի եւ վերականգնման մասին եւ ինչ որ ձև մտել արդեն ոլորտի մեջ ու երբ որ դու սկսում ես պատմական առարկաների հետ աշխատել, արդեն շատ դժվար է հրաժարվել, որովհետեւ եւ պատմության հետ գործեցնում եւ նոր մենք կուլիսներում խոսում ենք, կիսվում ենք մեր փորձառությամբ, երբ որ պատմական առարկաների հետ գործ ունես, արդեն այնքան ուշադրություն ու սեր է պահանջում, որ շատ դժվար է հրաժարվել ու դու ամբողջությամբ նվիրվում ես այդ գործին։ Այո։ Վստահ եմ, որ նաև մեր հյուրը հետաքրքիր պատմությունը ունենա։ He was asking how we restorers and you personally have decided on why to become a conserver and a paper conserver in particular, and the story, how you decided it, and how does it feel to be a conserver? I studied history, Middle Eastern history and art history when I was at university. And I realized that I was more interested in the object than talking about the object. So, because if you want to go into academics, academia or become a professor, you talk about the object, you talk about artistic criticism, and you look at pictures, but you don't always look at the object. And to me, I wanted to spend more time
with the art object. And so conservators spend all their time with objects. Նա ես իր անունից ասեմ, ես ուսումնասիրել եմ պատմություն եւ միջին արևելքի պատմություն ուսանող տարիներին եւ ուսումնասիրության ընթացքում հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե պատմությունը կամ հենց խոսելը պատմական առարկայի մասին, այլ հենց ինքը ֆիզիկապես պատմական առարկան եւ քանի որ վերականգնողները հենց անմիջապես առարկաների հետ գործ ունեն, շփվում են եւ ժամանակ են անցկացնում, կարելի ասել, որտեղ երկար ժամանակ պահանջող աշխատանք է ռեստավրացիան, դրա համար ընտրեց ռեստավրացիան։ Մենք նախորդ շաբաթ կարծեմ հենց մանեմյասին էինք եթերում աշխատում եւ մեր հեռուստադիտողներին պատմում էինք աշխարհի ամենատարբեր գրադարանների մասին, նաեւ այս մասնագիտության մասին եւ երբ խոսում էինք, ես հիշեցի, երբ տարիներ առաջ հնարավորություն ունեցել էի կոնգրեսի գրադարանում լինել եւ մենք մանեի հետ նաեւ քննարկում ենք դա եթերում, թե որքան հետաքրքիր է, որքան ձեռագրեր, գրքեր եւ նմուշներ են պահպանվում այս թանգարաններում, որոնք հասող նաեւ հաճախ նաեւ շատ կարեւոր են, բայց երբեմն հասանելի չեն յուրաքանչյուր այցելուի համար, հետաքրքիր է դուք եւ նաեւ մեր հյուրը այս առումով տարիների աշխատելով այս ուղղությամբ, եթե կարելի է այդ մասին հարցնելու եթերում եւ խոսել, ինչ յուրահատուկ գուցե ձեռագրերի կամ նմուշների եք հանդիպել կամ որն է, այսպես կարող ենք ձևակերպել հարցը ձեր պրակտիկայում աշխատանքային, որն է եղել ամենաայսպես հետաքրքիր նմուշը, որ հետ անձամբ դուք առնչվել եւ աշխատել եք, վերականգնել եք։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ երբ գործ ունես պատմական կոլեկցիայի հետ, ամեն անգամ երբ որ նոր գիրք կամ նոր մենք ունենք նաև ոչ գրքային ձևով, նաև փաթեթների ձևով տորաներ կամ ամեն տեսակի, երբ որ շփվում ես պատմական առարկայի հետ եւ նոր օբյեկտ ես ստանում, ինքը բացարձակ կապ չունի մնացած, այսինքն գուցե ունի պատմական կապեր, բայց նա յուրօրինակ առարկա է, այսինքն ամեն անգամ ինքը նոր պատմություն ունեցող, նրա թուղթը տարբեր է, որովհետեւ ձեռագործ են կամ մագաղաթ է կամ թանաքն է ուրիշ կամ պատմությունն է ուրիշ վնասվածքներ է ստացել, որը պատմում է այն պատմության մասին, թե ինչ ճանապարհներով է անցել, ինչ դժվարություններ է անցել ու ամեն ինչը իր յուրահատուկ պատմություն ունի։ Իհարկե կան դեպքեր, երբ որ շատ յուրահատուկ են, այս պահին չգիտեմ կոնկրետ ինչ ասեմ, բայց ես երբ որ նոր էի ընդունվել, նախ ախտահանելով եւ մաքրելով էի զբաղված, այդ մեր մշտական գործն է, նոր ընդունվող աշխատակիցները մաքրում են եւ ախտահանում են։ Ես մետրերով եբրայական թորաներ էի մաքրում եւ ախտահանում ու այդ իմ առաջին փորձառություններից է։ Դրանք մագաղաթից էին, դրանք լրիվ ուրիշ պատմություն էին, ուրիշ գրեր էին ու ես հիշում եմ այդ զգացողությունը, թե անընդհատ հետաքրքիր, իսկ ինչ է այստեղ գրված, ինչ են այս տառերը, ինչի հետ է շփվում այդ պահին, ու ինչպես են ասենք պատմական մարդիկ դարեր առաջ այդքան գեղեցիկ ձեռագրով գրել, ասենք այդքան շատ դժվար է ասել մի դեպք, որովհետև շատ են այդպեսիները։ Հետաքրքիր է մեր հյուրը ինչ գրքերի գործերի հետ է առնչվել կոնգրեսի գրադարանում։ He was telling that several years ago he has visited the Congress Library and they were speaking about different collections, libraries recently, and they had this idea or question about these often hidden collections, about what could be said that the most unique or surprising or interesting case that you have encountered? Well, the library, and I don't speak for the Library of Congress because I don't work there, and we know the government is closed in the US, including the library. But it's like a very well kept treasure trove, and so you go into the collection areas, and there are close to 200 million items in the library, and you find all kinds of things, like you find the contents of President Lincoln's pockets the night he was killed, what he carried in his pocket, and all kinds of things. There's some beautiful Armenian items that the library has. One was a book that was a parchment manuscript that had gotten wet, and so it was all stuck together.
and for years, and we thought it was from the 14th century, and for years nobody could touch it because we couldn't read Armenian. And then we had a conservator from the Matinat Daran who came for an internship, Tamara Ohanyan, and we said, she can read it. It was in Bologir, she can read the letters. And so I worked with her and she treated that manuscript, and it's very beautiful, and she works at the Library of Congress now. We didn't let her leave. We didn't let her come back. Փորձեմ ամեն ինչը թարգմանել։ Գրադարանը եւ հիմա ես չեմ խոսում կոնգրեսի գրադարանի մասին, այլ ընդհանրապես գրադարանը, քանի որ ասում եմ որ այդտեղ դեռ չի այլևս չի հիմա աշխատում, ընդհանրապես գրադարանը նման է մի մեծ գանձարանի, որ մտնելով այնտեղ դու կարող ես տեսնել ամեն տեսակի գանձեր, որոնք ընդհանուր առմամբ փակ են մարդկանց համար, բայց դու ունես այդ պրիվիլեգիան, այսպես ասած, մտնել եւ ավտոնությունը, մտնել եւ տեսնել այդ գանձերը, ասում եմ, շատ հետաքրքիր հավաքածու ունենք եւ ունենք շատ հետաքրքիր հայկական ձեռագրերի հավաքածու, օրինակ կար մի Մագաղաթյա ձեռագիր, որը որ եղել էր խոնավության մեջ եւ հնարավոր չէր թերթել, բացել, եւ տարիներ շարունակ իրենք ուղղակի ենթադրում էին, որ դա 14-րդ դարի ձեռագիր է, եւ հնարավորություն չունեին ուսումնասիրելու կամ բացելու նույնիսկ եւ տարիներ առաջ Հայաստանից ինտերներ իրանց մոտ գնացել, ինտերնետ չեմ հիշում հայերեն ոնց էր, փոխանակման այսպես ծրագրով վերապատրաստվելու համար եւ իրենք այդ պահին հասկացան, որ մարդը եկել ով կարող է կարդալ հայերեն, չնայած որ հին հայերեն գրաբար էր, բայց հայերեն տառերը եւ իրենք միասին Յասմինի ղեկավարությամբ իրենք միասին աշխատեցին այդ ձեռագրի վրա եւ ի վերջո վերականգնեցին եւ այն հիմա հնարավոր է տեսնելու եւ ուսումնասիրելու համար եւ ի վերջո իրենք պահեցին Թամարա Օհանյանին, ով այդ վերապատրաստման համար մեկնել էր եւ այսին մենք այլևս բաց չթողեցինք Թամարային եւ պահեցինք իրեն մոտ։ Հիմա Թամարան աշխատում է այնտեղ։ Ու նաեւ նշենք ինչը շատ կարծում տպավորեցին, ու կարծում հեռուստադիտողներն էլ կտպավորի, երբ մեր հյուրը նշում էր այն բոլոր առարկաները իրերը, որոնք կան, որ անգամ նախագահ Լինկոլնի այն անձնական իրերը, որոնք նրա գրպանում են եղել այն գիշեր, երբ սպանությունն է տեղի ունեցել, այ այսպիսի ֆանտաստիկ բաներ կարելի է գտնել։ Եթե տիրապետում եք այս մասնագիտությանը, իհարկե խոսելով նաև վերադառնալով կարևորին օրվա խորհրդին, սեմինարն է ընթանում եւ մասնագիտական կողմնորոշումը եթե համադրենք, սեմինարի արդյունքում շատ մարդիկ նաև ծանոթանալով այս ամենին, աշխատանքի շատ հետաքրքիր նրբություններին, սկսում են մասնագիտական կողմնորոշման այլ ուղղություն ձևավորել, նույնն է գրքի, թղթի վերականգնման մասնագետ դառնալը։ Տարիների ընթացքում Մատենադարանում ինչպիսին է աճ այս մասնագետների։ Բավականին կտրուկ, որովհետև իսկապես շատ հետաքրքիր մասնագիտություն է ու ինչքան մանավանդ արվեստի պատմության ոլորտի մարդիկ, եթե կա հնարավորություն պատմական առարկայի հետ շփվելու, անկախ ամեն ինչից, իրանք արդեն կարող են տրամադրվել ու լսելով ավելի հաճախ նման իրադարձությունների մասին սեմինարների ու հնարավորություն ունենալով շփվել հենց մասնագետների հետ, արդեն ավելի է առաջանում ցանկություն գալու ու Մատենադարանի վերականգնման բաժինը գործում է արդեն Մատենադարանի հիմնադրման տարիներից 57 թվականից ավելի քան 60 տարի, նույնիսկ ավելին, գործում է եւ այս տարիների ընթացքում մենք հիմա համարյա 29 աշխատող ունենք Մատենադարանի ռեստավրացիայի բաժնում, որոնց մեջ նաև ունենք կենսաբաններ, ովքեր կատարում են կենսաբանական, կենսաքիմիական ուսումնասիրություններ, կենսաբանական նաև ունենք քիմիկոսներ, ովքեր ուսումնասիրում են պիգմենտները, թղթի կազմությունը, նաև թանաքների կազմությունը, եւ վերջերս էլ վերազինվել է մեր նաև քիմիական լաբորատորիան եւ արդեն վերականգնողներ, ովքեր կատարում են բուն վերականգնումը աշխատանքը։ Կարծում իհարկե պիտի նաև հենց այս նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին խոսենք, որովհետեւ սեմինարը հենց գրում է հիշողության կերպարանքները, ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները։ Այս անվանումը հետաքրքիր է ինչպիսին են այսօր այդ նորագույն տեխնոլոգիաները եւ ինչպիսին է փորձը, որը նաև մեր հյուրը իր հետ բերում է եւ հետաքրքիր է նաև այս տարբերությունները ինչպես են ամեն ինչ իրականացվում ԱՄՆ-ում եւ այստեղ մեզ մոտ Մատենադարանում։
Ես խոսամ մեր մասով, հետո փոխանցեմ Յասմինին։ Մեր մոտ, վերականգնումը այնպիսի ոլորտ է, որ բավականին դժվար է մտցնել շատ նորագույն տեխնոլոգիա, բայց ավելի շատ դա ուսումնասիրության ոլորտում, բուն օբյեկտի հետ աշխատանքի ոլորտում ձեռքի եւ ֆիզիկական գործը համարյա անփոխարինելի է, որովհետեւ ամեն դեպքը յուրօրինակ է ու շատ տեղային, շատ նուրբ որոշումների կարիք ունի։ Բայց ինչով է շատ կարևոր այս սեմինարը, որովհետեւ տարբեր դպրոցներ կան նաեւ վերականգնման, կա եվրոպական, ամերիկյան, ռուսական, տարբեր ԱՊՀ-ում լրիվ ուրիշ դպրոց է, Եվրոպայի տարբեր հատվածներում ուրիշ դպրոցներ են, ու շատ հետաքրքիր է այդ խոսակցությունները լսել։ Ոնց որ Մատենադարանում այս հնարավորություն ունենք այդ ամբողջ դպրոցների քննարկում, փոխանակում ունենալ եւ մեզ բազմիցս օրինակ նախորդ տարվա 13-րդ սեմինարին մասնակիցներից մի քանի հոգի ինձ ասացին, որ ինչքան հետաքրքիր հնարավորություն է այսքան տարբեր դպրոցների, որովհետեւ այդքան շատ չեն վերականգնման այս նեղ մասնագիտական սեմինարներ, որտեղ կարելի է հանդիպել ու քննարկեն այդքան մանրամասն դետալներ։ Yasmin, he was asking that how much can we say that IT or new technologies has contributed to conservation or restoration field, and what are your ideas about it? So, the main way it contributes to conservation is through new methods of analysis. So it comes from the scientific area of conservation science. So we have better ways of imaging objects through multispectral imaging techniques. So you can see an object through various conditions of the audiovisual spectrum, the visual spectrum. Just more and more sensitive scientific equipment, so you can identify various mixtures in pigments, underdrawing, the effects of time on an object. So these are the ways. But most of our work is done by hand, and the best analytical tool a conservator has is their eyes. So it's like traditional science, where you look at things with your eyes and then you investigate deeper and deeper. Մեր հյուրը Յասմինը նշում է, որ նորագույն տեխնոլոգիաները եւ գիտությունը շատ մեծ գործոն ունեն հիմա ուսումնասիրության անալիզների ոլորտում, օրինակ հնարավոր է շատ ավելի շատ ուսումնասիրել շերտերը, քանի որ ունենք նաեւ բազմաշերտ ձեռագրեր կամ առարկաներ, հնարավոր է ավելի լավ պատկերացնել պատմության եւ կլիմայի ազդեցությունը նյութերի վրա, բայց վերականգնումը, գուցե ինչ-որ բաներ բաց թողեցի իր ասածից, բայց վերականգնումը հիմնականում տրադիցիոնալ, կոնսերվատիվ ոնց որ ոլորտ է, որտեղ որ շատ ամենակարևոր գործիքը, որ ունի վերականգնողը, դա ձեռքերն են, եւ ամենաուժեղ անալիտիկ գործիքը, որ ունի, դա իր աչքերն են։ Եվ որպես ամփոփում մեր զրույցի, այս սեմինարը արդեն 14 տարի անցկացվելով, ինչպես է ամրապնդում Հայաստանի, մասնավորապես Մատենադարանի գործունեությունը համաշխարհային գրքի թղթի վերականգնման, ձեռագրերի պահպանման այս մեծ մշակութային աշխարհում։ Մատենադարանը վերջին իրադարձություններից ասեմ, օրինակ անցած տարվա միջազգային սեմինարի ընթացքում, կոնգրեսի ընթացքում, որ անցկացվեց Մատենադարանում, պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական հոգևոր կենտրոններից մասնագետներ հրավիրել Հայաստան, որոնք նաև մասնակցելու են մեր հիշողության կերպարանքներ սեմինարին եւ վերապատրաստվեն, որպեսզի երբ որ վերադառնան, այսինքն սեմինարից հետո վերադառնան իրենց կենտրոններ եւ աշխատեն իրենց հավաքածուների վրա։ Շնորհակալ ենք անչափ այս տարի եւս սեմինարի իրականություն դարձնելու համար, մենք դեռ կամփոփենք այս տարվա իրականությունը։ Այո, վստահաբար, իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, խոսքը փոխանցում ենք լուրերի մեր գործընկերներին, որից հետո անմիջապես կվերադառնանք մնացեք առաջինի հետ։